Ուզում եմ մի դեպք պատմել, Մորգանի խնամի ներկայացումը պիտի բեմադրվեր, բայց այդ ընթացքում թատրոնը արձակուրդում էր, ես զավակներիս հետ մեկնել էի Սևան եւ զանգ եմ ստանում Երևան Խաչատուրովիչից, Զարուհի որտեղ ես, ասում ինչ է պատահել, կես ժամից կլինես թատրոնում, ասացի կես ժամից չեմ կարող, բայց մի ժամից կլինեմ Երևան Խաչատուրովիչ, եթե կարևոր է, մի ժամից, գուցե մի ժամ 15 րոպեից, շատ կարևոր է, անմիջապես արի թատրոն։ Մայրս հետս էր, ասեցի, մամ ջան, դու մնա երեխաներիս հետ, ես գնամ Երևան, տեսնեմ ինչ է պատահել։ Արձակուրդին Երևան Խաչատուրովիչը ինձ թատրոն է կանչում։ Տաքսի եմ վերցրել, արագ հասել եմ թատրոն։ Զարուհի, մի հատ էս շորը հագի տեսնեմ, այդ Մորգանին քսազի է շորը, թե չէ։ Այսպես նայում եմ, Երևան Խաչատուրովիչ, Սևանից տաքսիով եկել եմ, որ այդ շորը փորձեմ, չէ։ Հա ինչ անենք, դա շատ կարևոր է։ Իր մոտեցումը, ինքը անհամբեր մի մարդ էր, անհամբեր։ Պիտի ամեն ինչը տեղին լիներ, եթե ներկայացման փորձին պիտի անմիջապես շուտ գայիր։ Ու գիտեք ինչն էր, ինքը մոտենում էր ոչ միայն դերասանուհուն, նաև մարդուն էր, որպես մարդ էր մոտենում։ Նվիրաշալի հումորի զգացում ուներ։ Հումոր, իսկ ինչ խոսքի վարպետ էր, ինչ խոսքի վարպետ։